օգոստոսի 6-ին պարսկական ուժերը վերստին կարողացել էին տիրանալ աշտարակին, կարողացել էին արդեն ամսի 15-ին հասնել եւ պաշարել Էջմիածինը, 16-ին այստեղ հասնում են արդեն Կրասովսկու ստորաբաժանումները եւ ընդ որում այստեղ նրանց զորակազմի կազմում էին նաեւ 100 հայ աշխարհազորայիններ եւ 40 վրացի աշխարհազորայիններ, իսկ նաեւ պետք է նշել, որ օրինակ պարսկական բանակի կազմում հրանոթների աշխատանքներում ներառված էին հայեր եւ տվյալ դեպքում հայտնի կերպար է Հակոբ Հարությունյանը, ով պետք է ճակատամարտում ռուսական բանակի համար կարևոր դեր կատարեր հետագա գործողություններում։ Ճակատամարտը սկսվում է այն պայմաններում, երբ որ ռուսական զորքը Քասախի կիրճ է հասնում եւ դիրքավորված, նախապես դիրքավորված պարսկական բանակը թվային եւ դիրքային գերակշռություն ունենալով փորձում է նախահարձակ լինել եւ կիրճում ճեղքել ու ոչնչացնել իրենց հակառակորդ զորախումբը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։